Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Տեսակ կապով զրուցել ենք Շիրակի պետական համալսարանի դասախոս քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Համբարյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Համբարյան, Իրանի նախագահը գտնվում է Ադրբեջանում, մինչ այնտեղ այց կատարելը հարցազրույց էր տվել, որի ժամանակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ասել էր, որ Իրանը Ադրբեջանին տրամադրում է Նախիջևանին կապող ճանապարհ իր տարածքով, այս հարցի շուրջ արդեն աշխատանքներ են տարվում եւ կա համապատասխան համաձայնագիր։ Յուրաքանչյուր պետություն պետք է հարգի իր տարածքային ամբողջականությունը։ Այս ուղերձը ձեր դիտարկմամբ միայն Ադրբեջանին, թե նաեւ Հայաստանի իշխանություններին է ուղղված։ Երբ Իրանի նախագահը շեշտում է, որ յուրաքանչյուրը պետք է հարգի իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Իհարկե Ադրբեջանին ուղղված չէ, Ադրբեջանի որպես ինչ պետք է ուղղված լինի։ Ադրբեջանը ըստ Նիկոլ Փաշինյանի նաև վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, որը ճանաչվել է նաև Հայաստանի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի խայտառակ որոշումով, որով Դավաճան Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Իրանի նախագահի ուղերձը ուղղված է հենց կոնկրետ Հայաստանի Հանրապետությանը եւ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթին, որին ամոթանք է տվել փաստացիորեն, հասկացնելով, որ մի փոքր նորմալ ղեկավար եղիր եւ հարգիր քո տարածքային ամբողջականությունը, որովհետեւ եթե մենք նայում ենք թե աշխարհի տարբեր ուրեմն մայրցամաքներում գտնվող երկրները ինչ հարևանություն ունեն եւ ինչ տարածքային խնդիրներ կարող են ունենան եւ եթե բոլոր հարևանների ցանկությունները դու կատարես, դու վաղեմիսօր տարածք չես ունենալու։ Իրանի նախագահի ուղերձը հենց Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված ուրեմն ելույթ է եւ խոսքեր են, բայց ես ուրիշ հարցի վրա եմ ուզում ուշադրությունը դարձնեմ, ուրեմն մենք ցավոք սրտի չենք հասկանում, որ Զանգեզուրի միջանցքը, որը կապիտուլյանտ Նիկոլն էլ է փորձում հանրությանը ներկայացնել իբր թե որպես Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հանգույց, իրականում դա այդպես չէ։ Նախ վերցրեք դրանից, որ Նախիջևանը երբեք շրջափակված չի եղել։ Երբեք ու ոչ մի անգամ սկսած 92 թվականից Նախիջևանը միշտ էլ բուն Ադրբեջանի հետ կապ է ունեցել թե Իրանի եւ թե Թուրքիա Վրաստանի տարածքներով։ Բացի այդ, երկար տարիներ գործել է նաև Նախիջևանից դեպի ուրեմն Իրան, Իրանից դեպի Ադրբեջան գիծը, գումարած դրան, նաև գործել է ուրեմն Նախիջևանից դեպի Իգդիր, Իգդիրից դեպի Կարս, Կարսից դեպի ուրեմն Վրաստան գիծը, որով Նախիջևանը ապահովել է ամեն ինչով։ Գումարած դրան, էլի եմ գումարում, Նախիջևանը գրեթե օրական 10-ից 12 ավիա չվերթներով է կապնված Բաքվի եւ Գանջայի հետ։ Այստեղ ինչ բլոկադայի մասին է խոսքը։ Այսինքն մենք այստեղից հետևություն ենք անում, որ Նախիջևանի կապը Ադրբեջանի հետ, որը փորձում է Նիկոլ Փաշինյանը ներկայացնել որպես սովորական կապ նույն երկրի տարբեր տարածքների միջև, դա խաբեություն է, որովհետև դա ուրեմն ավելի շատ աշխարհաքաղաքական խնդիր է Զանգեզուրի միջանցքը, քան բուն այսպես կոչված մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող խնդիր։ Սա պանթուրանական եւ պանօսմանական ծրագրի բաղկացուցիչ մասն է։ Այս գաղափարախոսությունը Թուրքիայում առաջ եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ակտիվացել է, ել չասեմ, որ Մուստաֆա Քեմալ Ատաթուրքը այն ընդունել է որպես իգիդություն արտաքին քաղաքականության ոլորտում, իսկ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդհանրապես հայտարարել է, որ ինքը նեոպան-օսմանական եւ նեոպան-թուրանական քաղաքականության ուրեմն ջատագովն է եւ իրականացնողն է լինելու։ Միայն պետք է նշենք, որ ընդամենը Բայդենի աշխատակազմը, որը չի էլ թաքցրել, որ հենց իրենք են Զանգեզուրի միջանցքի փայատերերը եւ պատվիրատուները, հիշում եք, եւ ԱՄՆ նախկին պետդեպի ուրեմն տեղակալ Օբրայենը եւ պետդեպի նախկին մամլոխոսնակ Մեթյու Միլլերը գոնե ամեն մեկը մեկ անգամ հայտարարել են, որ Զանգեզուրի միջանցքը դա ամերիկյան պրոյեկտ է, բայց իրականում եթե ամերիկացիները փորձ են կատարում այդ պրոյեկտի միջոցով
կտրել միջինասիական հանրապետությունները Չինաստանի եւ Ռուսաստանի լոգիստիկ հանգույցներից, ապա այդ պրոյեկտը Թուրքիայի համար ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իհարկե այս մասին Վաշինգտոնում էլ շատ լավ գիտեն եւ նաեւ դրա համար են օգնում Թուրքիային այդ պրոյեկտը իրագործել, որովհետեւ այդ պրոյեկտի արդյունքում առաջնային զոհերը պետք է դառնան Ռուսաստանը եւ ուրեմն Չինաստանը առաջնային զոհերը պետք է դառնան, իհարկե հետագայում պան-թուրանական եւ պան-օսմանական պետություն ստեղծելու պարագայում Իրանն էլ է զոհաբերվելու, Իրանի ամբողջ հյուսիսարևմուտքը անցնելու է թուրքերի վերահսկողության տակ, ել չասեմ, որ նա հերավար նպատակներ ունի նաեւ այդ պրոյեկտով նաեւ հարված հասցնել Հնդկաստանին։ Այնպես որ Իրանը այս մասին շատ լավ գիտի, Թեհրանում շատ լավ գիտեն այդ ծրագրի մասին, ի տարբերություն ռուսների, որոնք այդ րոպեին են ուրեմն իրենց արտաքին քաղաքականությունը առաջ տանում ըստ ուրեմն պահի ուրեմն լրջությամբ է իրենց արտաքին քաղաքականությունը պայմանավորված եւ նրանք հերավար նպատակներ չունեն, որովհետեւ միայն Ռուսաստանի ձախողված արտաքին քաղաքականությունը Ուկրաինայի եւ նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ցույց է տալիս, որ ռուսերը ընդամենը հույսը դնում են միայն իրենց ուժի վրա։ Ամեն դեպքում Իրանում շատ լավ գիտեն այս ծրագրի հետևանքները եւ դրանով է պայմանավորված, որ այս պահին միակ երկիրը, որը կտրականապես դեմ է Զանգեզուրի միջանցքի բացմանը, դա Իրանն է, որովհետեւ Թեհրանում շատ լավ գիտեն, թե վաղը մյուս օրը Անկարան այդ միջանցքը ինչի համար է օգտագործելու եւ Իրանում ապրող տարբեր տվյալներով 18-ից մինչև 35 միլիոն ադրբեջանցիները, որոնք ապրում են հիմնականում Իրանի հյուսիս-արևմուտքում, արևմտյան Ատրպատական, արևելյան Ատրպատական, Արդաբիլ նահանգները, ինչպես նաեւ դեպի Թեհրան ցկվող այդ նահանգները եւ Կասպից ծովի այդ առափնյա շրջանները, ինչ աղետ է դառնալու Իրանի համար։ Ցավով պետք է արձանագրենք, որ Զանգեզուրյան միջանցքի դեմ ելույթ է ունենում միայն Իրանը։ Օրինակ Հայաստանի գործող իշխանությունները ամբողջությամբ կողմ են։ Միակ քաղաքական եւ տնտեսական ակտորը տարածաշրջանում, ով թույլ չի տալիս այդ միջանցքը բացելու, դա պաշտոնական Թեհրանն է։ Այս մասին արձանագրում էր արել նաեւ Էրդողանը, հիշեցնենք մեր հեռուստադիտողներին, երբ նշել էր, որ միակ խոչընդոտը Իրանն է։ Դա նորություն չէ եւ ես նոր նշեցի Իրանը ինչի համար է դրան դեմ։ Օրինակ տեսեք, ռուսները ապուշի նման ասում են թող միջանցքը մեզ տան մենք վերացկենք։ Այդ դուք Արցախն եք վերացնում, ինչ արեցիք, որ կարողանաք միջանցք վերացկել։ Ռուսերի ցերկից թուրքերը դա մեկ ուրեմն գավաթ թեյի խմելու նման կվերցնեն, ռուսները իրենք տարածքները չեն կարող նորմալ պահեն։ Ինչի մասին է խոսքը։ Կամ ռուս փորձագետներ ասենք չեն տեսնում, ասենք նույն թուրքական TRT1 կամ Էրդողանի հետ աֆիլիացված հեռուստաընկերությունների ուրեմն հաղորդումները կապված ռազմաքաղաքական իրավիճակին մեր տարածաշրջանում կամ աշխարհաքաղաքական ապագա քարտեզին մեր տարածաշրջանում։ Ռուսները առաջնայինը պետք է տեսնեն, որ ասենք նույն Էրդողանի փեսայի հետ աֆիլիացված հեռուստաընկերությունները Բայրակթարի հետ իդեպ ասեմ, ազգանունը ով է դրա փեսան ով է, Բայրակթարի հետ աֆիլիացված հեռուստաընկերությունները առաջնայինը գրում են, որ Հայաստանը կործանելուց հետո առաջնային զոհը պետք է լինի Ռուսաստանը եւ նրանից պետք է խլեն հյուսիսային Կովկասը։ Եթե Մոսկվայում նստած մտածում են, որ դա չի լինելու, չարաչար սխալվում են։ Մենակ կրկին պետք է արձանագրեմ ցավով, որ Պուտինը իր շրջապատում ունի պրոթուրքական լոբի, որը գործում է բացահայտ Ռուսաստանի դաշնության դեմ։ Դա Վալենտինա Մատվիենկոն է, դա Ռուսաստանի արտաքին հեռախոսության պետ Նարիշկինն է, դա Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Բեգլովն է, դա ուրեմն հայտնի 3 օլիգարխներն են Ռուսաստանում, որոնք ատկությամբ հրեաներ են, բայց ծագումով Ադրբեջանից, դա Ալի Ագալարովն է, Կոտնիսանովն է, Զախար Իլիևն է, իսկ տեղեկատվական դաշտում է նրանց կրկին 2 հրեա եղբայրներն են աջակցում, Իտարտասի փոխտնօրեն Գուսմանը եւ նրա ավագ եղբայր Յուլի Գուսմանը։ Այնտեղ իհարկե նաեւ մանր ու միջին կալիբրի եւս պրո-ադրբեջանական գործիչներ կան, բայց եւ թուրքական, բայց հիմնականում այս սրանք են։
Ինչպես նաև ասում են, որ լրիվ պրոթուրքական կողմնորոշում ունի նաև Պուտինի մամլոխոսնակ Պեսկովը, որը մասնագիտությամբ կրկին թուրքագետ է եւ ժամանակին շատ է այցելել Թուրքիա։ Պարոն Համբարյան, Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիայում է գտնվում, նա իր իրական Հայաստանի գաղափարախոսությունը Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել։ Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էլ Վազգեն arczepiskopos Միրզախանյանն էր նշել, որ աղոթում են, որ Փաշինյանի խաղաղության ծրագիրը հաջողությամբ իրականանա եւ Հայաստանը դեպի Եվրամիություն իր քայլերն անի։ Ձեր գնահատականը այս այցին եւ հնչած հայտարարություններին եւ այս իրական Հայաստան կոչվածի գաղափարախոսության արտահանմամբ ինչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, նախ նշեք, որ Նիկոլ Փաշինյանի այս 7 տարիների այցերի արդյունքը մենք բացարձակ չենք տեսնում։ Ասենք Էստոնիան մեզ համար ով է։ Մենք ինչ կապ ունենք ընդհանրապես այդ երկրի հետ, չնայած այն հանգամանքի, որ այնտեղ մի քանի հայ է ապրում, այսպես ասած, բայց ամեն դեպքում ես գիտեք գտնում եմ, որ այցերը պետք է ինքնանպատակ չլինեն։ Եվ որ պետական այրը այց է կատարում ինչ-որ երկիր, պետք է այդ այցի կապետեն, այսինքն օգտակար գործոնը մենք հասկանանք։ Նիկոլ Փաշինյանի այցերից որից ենք մենք օգուտ քաղել, կամ Էստոնիա գնալու իմաստը որն է։ Էստոնիա գնալու իմաստը որն է։ Նախ մենք հիմա բավական վատ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ։ Ասենք դու գնում ես մի երկիր, որը իրենից ներկայացում են, տեսել եք, գրբանի շնիկներ կան, չէ, որ իրանք չեն երևում, բայց ահա որ հաճան են։ Էստոնիան Եվրամիության մեջ այդպիսի բան է, կարգավիճակ ունի։ Ինքը բացարձակ չի երևում, դոտացիոն երկիր է, բայց անընդհատ ամենաբարձրն է հաճում Ռուսաստանի վրա։ Իմաստը ո՞րն է Էստոնիա գնալու։ Լավ, ես ուզում եմ հասկանամ Էստոնիա գնալուց ինչ պայմանագրեր պետք է ստորագրվեն տնտեսական, ինչ կապ ունենք մենք այդ երկրի հետ։ Նրանք էլ մեզ հետ։ Էլ չասեմ, որ արտաքին բոլոր հարթակներում Էստոնիան Հայաստանի Հանրապետության դեմ է հանդես գալիս, կոնկրետ այնտեղ շատ ուժեղ է պրոադրբեջանական լոբինգը, որովհետև ադրբեջանցիները նավթախավերային դիվանագիտությամբ իրանց ուզածին հասնում են։ Այդ մեկ, երկրորդը այդ Միրզախանյան կոչված այդ ուրեմն հոգևորականը, ասենք, որպես ինչ է քաղաքական հայտարարություններ անում։ Հա, դիմավորել է, հլը ընդունենք, որ հա, ինքը ով է, որ քաղաքական հայտարարություններ է անում։ Եթե Բագրատ Սրբազանը քաղաքական հայտարարություններ էր անում, արել է դա հիմնականում այն ժամանակ, երբ որ ինքը արդեն Սրբազան չէր, ինքը դրել էր այդ բանը, պաշտոնը եկեղեցական իր վրայից ու շարունակում էր իր քաղաքական գործունեությունը։ Հիմա այս մարդը Էստոնիայի թեմի առաջնորդ է կամ Մերձբալթյան հանրապետություններում հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդն է, որպես ինչ այդպիսի զառանցանքներով հանդես գալիս։ Ինքը լավ գիտի Հայաստանի ապագան Եվրոպայում է, հա։ Հետաքրքիր է, Միրզախանյանին եմ հարցում, այդ որ ինքը զառանցում է Եվրամիության պահով, ինքը կարող է ասել, որ Եվրամիությունը ինչ-որ լավ բաներ է Հայաստանի Հանրապետության համար, բացի մի քանի բարոյականների մեծ ծավալով գրանտներ տալ ու երկիրը ներսից քանդելուց զատ, Եվրամիությունը ինչ է արել Հայաստանի Հանրապետության համար, հա? Լավ, ընդունում եք, որ ռուսները վատն են։ Ես սա եմ ասում, ռուսները վատ են, այ Եվրամիությունը ինչ է արել։ Թե մտածում են, թե հայ ժողովուրդը այնքան ապուշ է, որ պետք է հավատա Եվրամիության որոշ երկրներից հնչող պրոհայկական զառանցանքներին, բայց այդ զառանցանքների հետևում է նույն գոնե գիտակից մասսան հայերի, տեսում է, թե ինչպես են նույն Եվրամիության երկրները շատ ակտիվ բիզնես գործարքների մեջ մտնում պաշտոնական Բաքվի եւ Անկարայի հետ։ Այդ երկրորդը, երրորդը, նախ ամենաառաջինը ես ուզում եմ հասկանալ, թե այդ խաղաղության ծրագիրը, խաղաղության խաչմերուկը, խաղաղության տրասը, խաղաղության, չգիտես ինչը, ինչ ասես, ասում է Նիկոլը։ Լավ, ում է պետք։ Ինքը չի տեսնում, որ ամեն օր Ադրբեջանը գնդակոծում է Խոզնավարը, Խնածախը, այլ բնակավայրեր, վերջերս էլ մենք տեսանք, որ Մովսես գյուղի մոտ անընդհատ կրակում են Տավուշի մարզում։ Հիմա ապաղադեց, աղաչեց, բարձրաձայնեց, եվրոպացի իր տերերին մեջ խառնեց, որ Ադրբեջանին համոզել, որ ստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, ստորագրեց, ստորագրել է, չի ստորագրելու։
Մարդիկ պարզ ասում են, մինչև Հայաստանի Հանրապետությունը չփոխի սահմանադրությունը, մենք չենք ստորագրի։ Հիմա դուք մտածում եք, որ սահմանադրություն փոխելուց հետո էլ է ստորագրելու, չի լինելու նման բան։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հետ Նիկոլի օրոք խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, որովհետև կա պարզ ճշմարտություն։ 4.5 տարիների ընթացքում պաշտոնական Բաքուն ինչ ուզեցել է Հայաստանից, ստացել է Նիկոլի ձեռամբ։ Ինչ ուզեցել է։ Այդ անասնական զառանցանքները, որ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը ստանալու է տարածքները, նորն էլ այդ մասին հայտարարություններ տարածում, որ ինքը հավատում է Սյունիքի մարզվետը, չի լինելու նման բան։ Բացեք նայեք քարտեզները, բացեք նայեք արբանյակային լուսանկարները, քարտեզացելով նկատի ունեմ Google Map-ի on-line քարտեզները, դուք կտեսնեք, թե ինչ ինժեներական, ինչ տեխնիկական, ինչ ռազմական, ուրեմն շինարարություն է տանում Ադրբեջանը Հայաստանից օկուպացված տարածքներում։ Հայերը իրենց ծոծրակը կտեսնեն, բայց երբեք չեն տեսնի, որ հանկարծ թուրքերը ջերմուկի գրաված տարածքներից դուրս գան։ Երբեք ադրբեջանցին դուրս չի գա ներքին հանդից, երբեք դուրս չի գա իշխանացարից, տեղ-գյուղից ու Սև լճից։ Ուզում եմ մի հատ հարց տամ։ Հիշում եք անցյալ տարի այս ժամանակներն էր, որ կապիտուլյանտ ոչնչությունը գնում էր Տավուշի մարզի գյուղեր, համոզում էր, որ այդ տարածքները որ տվեցինք, Բերքաբերի 900 հեկտարը հետ կտան մեզ։ Ուրան է 900 հեկտարը։ Այդ նույն բերքաբերցիները, որ գնում էին կապիտուլյանտ ոչնչության հետ հանդիպում էին ու ծապահարում էին, կամ չէին ծապահարում, բայց հիմա չեն ասում, այդ 900 հեկտարը ուրան է։ Իրանցի կեսը տվեց, Ոսկեպար գյուղի մի հողերը տվեց։ Ուրան է դա։ Ուրան է այդ Բերքաբերի 900 հեկտարը որտեղ է։ Ուրեմն ադրբեջանցիները ամեն ինչ վերցնելու են Նիկոլից, հայերին ոչինչ չեն տալու։ Թող դա մեր ժողովուրդը գիտենա։ Չկա նման բան աշխարհում, ես որպես պատմաբան ձեզ ասում եմ, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը դուք պատմության մեջ չեք տեսի գեթ մեկ օրինակ, որ մարդը պետությունը, այսինքն ռազմական գործողությունների արդյունքում ավելի քիչ տարածք կորցնի, քան ինչ որ փաստաթղթի ստորագրման արդյունքում։ Միակ ժողովուրդը դա Հայաստանի պետությունը, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Միակ ժողովուրդը աշխարհում, որը կարող է իր պատմական հայրենիքի մի մասը հռչակել որպես օտար պետության տարածք ու ծպտուն չհանել ու ավելին ասել, լկտիաբար, ինչ որ սովետական ժամանակաշրջանի քարտեզներ, ինչ որ անասնական թեզեր, թե նախկիներն են ծախ է, նախկիներն են տվել, այդ ամեն ինչը առաջ տանելու ուրեմն պաշտպանել Նիկոլին, դա միայն մենք ենք։ Աշխարհում դուք այդպիսի ժողովուրդ չեք տեսնի։ Նույնիսկ Հարավսլավիան, նույնիսկ Սերբիան, որի դեմ ամբողջ աշխարհն էր միացել, հիշում եք այդ պատմությունները 90-ական թվականների վերջին։ Սերբերը, որ ցեղասպանության ենթարկվեցին Բոսնիայի տարածքում որոշ մասում եւ կորցրեցին այդ տարածքների մեծ մասը, կանգնեցին այնտեղ, որտեղ սերբական զորքերն էին գտնվում։ Իսկ ինչ արեց Նիկոլը։ Մեկ պատերազմի արդյունքում մոտավորապես ուրեմն կորցրել էինք 2.500 քառակուսի կիլոմետր մարտսկզբից նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ակտով մեծ մասը նվիրեց ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիների ոտքը Քարվաճառում, ադրբեջանցիների ոտքը Ակնայի շրջանում, ադրբեջանցիների ոտքը Բերձորի շրջանում չէր մտել։ Աշխարհը այսպիսի այլանդակություն չի տեսել, ինչ մենք տեսնում ենք հիմա մեր ժողովրդի կողմից իրականացված։ Մենք գիտեք ինչ վատ բնավորության գիծ ունենք։ Մենք մտածում ենք, որ մենք բոլորին պետք ենք մեկ։ Մենք ու բոլորը մեզ պարտավոր են երկուս, երրորդ էլ մենք մտածում ենք, որ բան ենք էլի, մենք շատ ճարբիկ ենք։ Ես մի հատ կենցաղային մագարտակով բնութագրեմ էլի, մեծ գեղցի շուտտրյակ։ Այն որ Նիկոլը գնում Պրահայում ստորագրում է, որ Արցախը Ադրբեջանինն է, մենք էլ մեր անասուն տեսակետներով ասում ենք, ռուսը ինչի մեջ չպաշտպանեց, ինչի։ Այդ ձեր երկրի ղեկավարը գնա Պրագայում ասի Արցախը Ադրբեջանն է, ռուսել պաշտպանի մեզ։ Չէ, ռուսել իր սեփական խաղը տարավ։
Չասեց հայ ժողովրդին, որ ձեր ղեկավարը այսպիսի բան է արել, ինքը իր սեփական առուծախ արեց ադրբեջանցիներից։ Ինչ էինք ուզում, որ Ինչպես ասում եք, եթե մենք մեզ պետք չենք, մենք ուրիշին ընդհանրապես պետք չենք։ Մենք դառնալու ենք առուծախի առարկա։ Մենք ենք թույլ տալիս։ Այնպես որ այս խաղաղության արդահանելը կամ գովասանք տալը իմաստ է։ Լավ տարական մարդ պետք է ուղեղ ունենա այդ լսողներից։ Չեն հարցնում, իսկ Ադրբեջանը համաձայն է։ Ասեք դու այսքան կորում ես 4.5 տարի խաղաղության խաչմերուկ, խաղաղության օրակարգ, չգիտես ինչ։ Մարդկանց խաբում են, ասում են ձեր տան վրա չեն կրակում, հետո պարզվեց լավ էլ կրակում են, խնածախում եւ խծաբերդում։ Ասում են դուք չեք վախենում, ռեպորտաժներ են ցույց տալիս Մովսես գյուղից, որտեղ մարդիկ աղաբեկված են։ Բա այդ ոսկեպարի նիկոլագան լկտի մասսան որ կա, հիմա ինչ է ձեն չի հանում են, որ Նիկոլ են ընտրում մեծ հաճույքով Նիկոլագան են։ Բա հիմա այն օրը Ոսկան Սարգսյանն էր գրում, թե ինքը բանից է, չէ, որ այդ կողմերից է, Տավուշի մարզից է։ Երկու ընտանիք գնացել է, երկու ընտանիք էլ պատրաստվում են հեռանալ։ Ինչի՞, բա ինչի՞ չեք բարձրացնում։ Դա է Նիկոլի խաղաղության օրակարգը։ Դա է Նիկոլի խաղաղության օրակարգը։ Ադրբեջանցիները օր ու արև չեն տալու սահմանամերձ գոտու բնակիչներին։ Գիտեք, հիմա մենք 21-րդ դարում ենք ապրում։ Ադրբեջանի բացարձակ պետք չէ սրի մատնել հայ ժողովրդին, բացարձակ իրենք այնպիսի իրավիճակներ են ստեղծում, որ հայերը ինքնակամ լքեն։ Իսկ ինչպես ասում են ռուսները, святое место пустыни бывает։ Լքված գյուղերը եւ տարածները կլցվեն թուրքերով, ինչ է եղել։ Դա կոչվում է սպիտակ ցեղասպանություն, իդեպ ասեմ, եւ չի բացառվում, որ այս ոսկեպարի հայաթափումը կամ հիմա այս բարոյա հոգեբանական իրավիճակը, որ ստեղծվել է Սյունիքի մարզում, որտեղ սահմանամերձ գոտու բնակիչները ահաբեկված են ուղղակիորեն ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կրակոցներից, վաղը մյուսօր թողնեն լքեն, որ այդ տարածքները հայաթափվեն։ Սա է Ալիևի եւ Նիկոլի հագահայկական ծրագիրը։ Heç պարտադիր չէ, որ մտնեն սրի մատնեն կամ գնդակահարեն հայերին։ Սպիտակ ցեղասպանությունը շատ արդյունավետ մեթոդ է պատերազմների ժամանակ։ Պարոն Համբարյան, քաղաքացու օրվա առիթով իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը։ Դուք էլ եք սրան արձագանքել, այսինքն սա նշանակում է, որ 2018-ից հետո եղած իրավիճակի համար Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է նշանակում իրեն ընտրողներին։ Իհարկե, շատ պարզ, մարդը հենց այդ էլ ասել է։ Դուք եք ընտրել ինձ, ես ինչ որ արել եմ, դուք եք պատասխանատու։ Եվ վերջ։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ օրակարգով չի մասնակցել ընտրություններին, ինչ անում է հիմա։ Դե հիմա այդ օրակարգով չի մասնակցել, այդ նույն հայ ժողովուրդը, այսինքն Հայաստանի Հանրապետության 688,000 ընտրողը, որ գնացին 21 թվականի ամռանը ձայն տվեցին կապիտուլյանտին, այդ մասին չգիտեի, որ այդ նույն օրակարգով, որով ինքը 18 թվականի դեկտեմբերին մասնակցեց ընտրություններին, կրկին այդ նույն օրակարգը լրիվ խախտելով 21 թվականին գնացին վերընտրեցին թուրքի դեմ ծնգած թուրքի կոշիկները լիզողին ու իր թիմագիցներին։ Ինչ տարբերություն, որ Ռազմիկ ջան, ինչ տարբերություն։ 18-ին ասում էր Արցախը Հայաստանի մարզ է, Արայիկ Հարությունյանը մարզպետ է, 19 թվականին Գյուրի Սեպերտում է ասել այդ ամեն ինչը։ Գնաց 19 թվականի օգոստոսի 6-ին Ստեփանակերտի հրապարակում ասաց Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այստեղ ժողջանը հրճվում էր, էքստազի մեջ էր։ 20 թվականին Արցախը տվեց, 21 թվականին 688,000 եսին ինչ գնացին Նիկոլ ընտրեցին։ Հետո ինչ տարբերություն, որ մի անգամ խապել է, երկու անգամ եք խապի, երրորդն եք խապի, չորրորդն եք խապի։ Ինչ է եղել։ Կամ այդ անասնական արտահայտությունը, որ նախկինում պետությունը ժողովրդի տերը, դա անասունություն է, գիտեք, չէ։ Դեպքեր կան եւ աշխարհում գրեթե բոլոր երկրներում հենց այդպես է։ Պետությունը փրկում է պետականությունը, այսինքն իշխանությունը փրկում է պետականությունը ժողովրդից։ Այդ ժողովուրդը անսխալական չէ։ Ես իմ գրառումներում բազմաթիվ անգամ օրինակներ եմ բերել։ Աշխարհի ամենամեծ հանրահավաքը անցկացրել է Ադոլֆ Հիտլերը 1937 թե 38 թվականին։ Ուրեմն 37 թվականի ընտրությունների նախորդին տարբեր տվյալներով 4-ից 5 միլիոն մարդ է ներկա եղել։
Այդ 4-ից 5 միլիոն մարդկանցից ոչ մեկ 1949 թվականի մայիսի 9-ից հետո չէր ընդունում են փաստը, որ իրենք ընտրել են Հիտլեր։ 1922 թվականին նույն իտալացիները իշխանության բերեցին ֆաշիստ Բենիտո Մուսոլինի։ Հետո չէին ընդունում, որ իրենք դրան իշխանության են բերել։ 70-ական թվականների վերջին Կամբոջայում իշխանության եկավ մի հատ տգեր, Թերուս Ապուշ, Պոլ Պոտ անուն ազգանունով։ Սեփական ժողովրդի դեմ կազմակերպեց ցեղասպանություն, 3-4 տարվա մեջ մի 4-5 միլիոն մարդ սպանեց։ Այդ նույն Ժողջյանը ասում էր, որ ինքը Պոլ Պոտ է ընտրել։ Այնպես որ այդ արտահայտությունները, որ ժողովուրդը շատ խոհեմ է, ժողովուրդը շատ խելացի, չկա նման բան։ Ժողովուրդը խելացի չէ։ Շատ դեպքերում ժողովրդին պետք է փրկել հենց իրենից, որովհետև այդ ժողովուրդը կարող է պատուհաս դառնալ եւ իր գլխին, եւ այն երկրի գլխին, որը այդ ժողովրդի ուրեմն միավորման արդյունքում պետություն է կոչվում։ Այնպես որ այդ արտահայտությունը, որ իբր թե ժողովուրդը իշխում երկիրը, ինչպես կասեր Տասագանը, իրոք, հա։ Ձեր դիտարկմամբ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի թեզերը հիմա ազդեցություն ունենում են մարդկանց վրա, թե ինչպես երրորդ նախագահն էր նշել, Փաշինյանն ինչ էլ անի, մեկ է ժողովրդի 80% ասելու է, որ նա դավաճան է։ Դե արդեն ամեն դեպքում վերջին դիմընտրությունները ցույց են տալիս, որ Նիկոլի թեզերը արդեն չեն օգնում իրեն իշխանությունը պահելու համար։ Վերջին դիմընտրությունները Գյումրիում, Փարաքարում ցույց տվեցին, որ այս քաղաքական ուժ, այսինքն այս ասելով նկատի ունեմ քայլիստներին, բոլոր տեսակի ընտրակեղծիքների օգտագործման արդյունքում էլ 30-ից 35% ցայն ունի, ոչ ավել։ Մենք պետք է եւս մեկ կարևոր հանգամանք հաշվի առնենք, որ այդ ուրեմն տենդենսը պետք է շարունակվի եւ աշխատանք պետք է տարվի նաեւ Նիկոլին դեռ հավատացող մարդկանց շրջանակում, որ պարտադիր պետք է ուրեմն թիրախավորել Նիկոլի ստերը, բացահայտել Նիկոլի ստերը։ Սա է մեզ համար կարևոր, որոշ մասայի վրա դեռ ազդեցություն ունի, որոշ մասայի վրա, բայց այն ինչ կար 19, 20, 21 թվականին հաստատ դա այդպես չէ, որովհետև նույնիսկ իր կերպարով քարոզչությանը մասնակցելը չօգնեց ԿՊ-ին վերջին դիմընտրությունների ժամանակ, բայց ամեն դեպքում համապետական ընտրությունների ժամանակ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետև այդ ընտրակեղծարարության մեխանիզմը, որը իրենք օգտագործեցին ըստ տարբեր լուրերի, ըստ տարբեր օգտատերերի Գյումրիում, կարող է նաև օգտագործվել համապետական ընտրություններում, արդեն նորացված տարբերակով հաշվի առնելով իրենք հաշվի են առնելու նաև իրենց սեփական սխալները։ Պարոն Համբարյան, իդեպ կարծիքներ կան, որ ամեն դեպքում նաև այս ընտրությունների արդյունքները հաշվի առնելով ԿՊ-ում բավականին անհանգիստ լարված իրավիճակում են, նաև ինչպես ասվում է, մնացել են անտեր հաշվի առնելով արևմուտքից եկող աջակցության բացակայությունը ըստ տարբեր փորձագետների, չգիտեմ դուք այդ կարծիքին եք թե ոչ, ամեն դեպքում դուք տեսնում եք նրանց մոտ անհանգստություններ, լարված իրավիճակ, շատերն ասում են, որ այս իրավիճակը կարելի է լավագույնս օգտագործել այսպես կոչված impeachment-ի գործընթացը արդյունավետ անցկացնելու համար, տեսնում եք հնարավորություն թե ոչ այս պահին։ Ես բոլոր գործընթացների պահով, որոնք ուղղված են Նիկոլի իշխանազրկման կողմ եմ, բոլոր ձևաչափերով եւ բոլոր տեսակի, այդ թվում նաեւ impeachment-ի, ինչ վերաբերում է նրանց անհանգստությանը, այո, նրանք շատ անհանգիստ են այս պահին, որովհետեւ իրենց թիվ 1 հովանավորը դա ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն էր եւ իր վարչակազմը հեռացվել են, բայց իրենք ունեն Եվրոպայում հովանավորներ, իդեմս Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի։ Այս երկուսը դեռ շարունակում են որքան հնարավոր է աջակցել կապիտուլյանտ Նիկոլին եւ փորձում են օգնել։ Գիտեք, այդ ամեն ինչը նաեւ երևում է Ուկրաինայի հարցի վերաբերյալ տեղ ունեցող գործընթացներում, դուք տեսնում եք նույն Բայդենը, Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները, թե այնտեղ մի քանի վարչապետ փոխվեց այս ընթացքում, ինչքան ամուր էին, չէ՞, գործում եւ Հայաստանի Հանրապետության դեմ Նիկոլի շնորհիվ եւ Ուկրաինայի դեմ Զելենսկու միջոցով։ Հիմա Բայդենը չկա, կա Տրամփ, որը այնքան էլ շատ շահագրգռված չէ, միլիարդավոր դոլարներ տրամադրել
չգիտեմ ում ծրագրերը եւ չգիտես ինչի համար առաջ տանելու ուղղությամբ եւ մենք տեսնում ենք որ հիմա եվրոպացիները ավելի շատ իրենց ուշադրությունը սևեռել են Ուկրաինային չնայած նաեւ նշեմ որ մեր թիվ 1 թշնամի Ֆրանսիան իդեմս նրա նախագահ Էմանուել Մակրոնի փորձում է ամեն կերպ արագացնել այս գործընթացը խաղաղության պայմանագրի հետ կնքելու դուք նաև պատահական չեք համարում չէ որ հենց Բայդենը կորցրեց իշխանությունը Ամերիկայում եւ Տրամփը իր սեփական ուրեմն տեսակետներով մտավ արտաքին քաղաքականության ոլորտ շատ արագ խաղաղության պայմանագրի այն չհամաձայնեցված կետերը համաձայնեցրեցին սա պատահականություն չէ սա ավրալ կերպով Փարիզից եւ Լոնդոնից եկած հրահանգ է Նիկոլին որ ամեն ինչ կհամաձայնեցնեց որ մենք կնքել տանք բայց այստեղ խնդիր կա Ադրբեջանը չի ուզում կնքել այդ պայմանագիրը դրա համար է հիմա այս վիճակը ամեն դեպքում եւ Ուկրաինայում եւ Հայաստանի Հանրապետությունում անգլո-ֆրանսիական տանդեմը այդ գլոբալիստների ողմակը գործում է մեր երկրների դեմ Չնայած Ուկրաինայի պարագայում ինչ որ թե արդեն սայլը տեղից շարժվում է մեր պարագայում ցավոք պետք է արձանագրենք որ ինձ թվում է մենք այնպիսի վիճակում ենք որը Հայաստանում եղել է 21 թվականի ուրեմն 2021 թվականներին երբ որ ասենք մեր իշխանությունների ապիկարության արդյունքում հետագայում էլ տեղի ունեցող գործընթացների չվերահսկելու արդյունքում մենք այնպիսի իրավիճակում հայտնվեցինք որ վերջում մենք ինքներս ռուսերին խնդրեցինք որ մտնենք այսպես ասած գոնե հյուսիսային մեր այն ժամանակ հարևանի գործընկերոջ վերահսկողության տակ ռուսերը հանգիստ նստած սպասում են թե Նիկոլը երբ է մսխելու Հայաստանի անկախության վերջին ուրեմն այդ բաները այսպես ասած գրոշները Բայց եթե Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են Փաշինյանին պարտադրել արագ համաձայնեցնել այդ կետերը, այդ դեպքում Ադրբեջանի վրա ազդելու նրանք լծակներ չունեին, որ այս գործընթացը հանգուցալուծեին, եթե ինչպես դուք եք պնդում։ Չէ, ունեն, բայց Ադրբեջանի ախորժակը գալիս է ու դելու ժամանակ դա մեկ, երկրորդը Ադրբեջանը նաև առուցախի մեջ է այլ երկրների հետ եւ երրորդը երբեք չմոռանանք Ադրբեջանը միայնակ չի գործում Հայաստանի Հանրապետության հետ իր այս գործընթացներով ինքը անպայման Անկարայի կարծիքն է հաշվի առնում Այստեղ նաև այդ է շատ կարևոր իրանք նաև շատ լավ գիտեն որ վաղը մյուսօր եթե այդ նույն խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ հանգարց Նիկոլի նման ոչնչությունը փորձի Զանգեզուրյան միջանցք նվիրել Ադրբեջանին չի բացառվում որ վաղը մյուսօր Իրանը զորքերը կմտցնի Սյունիք ու էլ երբեք այդտեղից դուրս չի գա երբեք հայ ժողովուրդը թող չմոռանա որ 428 թվականից մինչև 1918 թվականի կներեք 1828 թվականը այդ տարածքները եղել են կոնկրետ Իրանի վերահսկողության տակ եւ ինչպես շատ դեպքերում որոշ իրանցիներ ասում են կվերականգնվի պատմական ճշմարտությունը դուք չեք կարող անկախ լինել դուք չեք հասկանում անկախությունը ինչ է ու ինչպես են պահում պետությունը Իսկ ԿՊԱ-կանների վախերի մասով տեսնում եք նրանց մոտ վախեր այս իրավիճակում Իհարկե տեսնում եմ նրանք որքան ուզում են ասեն իրանք շատ ամուր են Գյումրիում իրենք հաղթել են շատ լավ է ամեն ինչը եւ այլ իրանք շատ լավ գիտեն որ Գյումրի եւ Փարաքարի ընտրություններից հետո իրանք հույս պետք է չունենան որ կարող են արտար ընտրությունների արդյունքում պարզ մեծամասնություն ստանալ եւ ազգային ժողովում ձևավորել այն նույն ողմակը ինչ ունեն հիմա եւ գործեն հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ Հետևաբար սա ինչ կերպ պետք է օգտագործի ընդդիմությունը նաեւ ինչպես ասում են ազգային ուժերը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու առումով Ես էլ եմ կրկնում, ես չեմ մանրամասն բոլոր ձևաչափերով, բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվի եւ ընդդիմության, եւ տնտեսական եւ քաղաքական էլիտայի կողմից Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար։ Ես սա պատահական չեմ ասում, որովհետեւ եթե մեր գործարար զանգվածը մտածում է, որ վաղը մյուսօր Երևան Սիթին մնալու է, Երևան Սիթի չի լինելու նման բան։ Երևան Սիթին կդարձնեն Իռևան Սիթի Իսկ տերն է կլինի ինչ-որ Տոֆիգը Բաքվից, ոչ թե Սամվել Ալեքսանյանը։ Չեն գիտակցում։ Նույն մուլտիգրուպի փոխարեն է կլինի Ալիև գրուպը։ Չկա նման բան,
Ադրբեջանը թուրքական տանդեմը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունի մեկ սահմանված եւ ընդունված իրենց կողմից ծրագիր։ Հայաստանի Հանրապետությունը դա Արևմտյան Ադրբեջանը եւ վերջ։ Մենք որքան ուզում ենք խոսենք խաղաղությունից, չկա նման բան, չի լինելու խաղաղություն։ Դու չես կարող խաղաղության մասին խոսես մեկի հետ, ով ցանկանում է քո մահը։ Ասենք Նիկոլ Փաշինյան ադրբեջանական բոլոր դպրոցներում պարտադիր ծրագիր է Հայաստանի դրոշը վառելը, անարգելը, պարտադիր ծրագիր է։ Նույն ծրագիրը իրականացվում է մանկապարտեզներում։ Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարությունը ամեն տարի, այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացնելու է միջոցառումների մեջ շատ վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան։ Օլիմպիադաներ են սահմանվում պատմությունից եւ ուրեմն լեզվի եւ գրականությունից, թե ինչպես են ադրբեջանցի բարձր դասարանի աշակերտները 10-ից մինչև 12-րդ դասարանի աշակերտները պատկերացնում իրենց վերադարձը Ադրբեջան։ Միջազգային ցուցահանդեսներ են կազմակերպում Արևմտյան Ադրբեջան կոչվածի վերաբերյալ։ Սատարակում եւ Հեյդարաբադում Տանախիջևանի եւ Հայաստանի սահմանակից այդ բնակավայրերն են անցկացում են, ասենք, խոհանոցի, Արևմտյան Ադրբեջանի խոհանոցի մեծ փառատոն։ Դու մի հատ փողոք չես հայտնում դրա վերաբերյալ, ասում ես ես դատապարտում եմ Ադրբեջանի եւ ուրեմն Թուրքիայի դրոշների վարումը, լավ, այսքան ստորացնել հայ ժողովրդին։ Լավ, ես հասկանում եմ, որ Նիկոլին երկրպագող մեծ մասամբ անգրագետ է, սահմանափակ է, չեն նայում ադրբեջանական լրատվամիջոցները, չեն նայում թուրքական լրատվամիջոցները, ծանոթ չեն Ալիևի հռետորաբանության հետ, ծանոթ չեն Ալլահ Շուքյուր Փաշազադեի հռետորաբանության հետ, որը հայրին անվանում է անշնորհակալ շներ։ Ալիևը իր բոլոր ելույթներում հայրին անվանում է թշնամի։ 5 րոպեանոց ելույթ է ունենում, 18 անգամ հայրին անվանում է թշնամի։ Ու մենք ասում ենք, մենք խաղաղություն ենք ուզում, լավ, հետո այդ խաղաղության գինը ո՞րն է լինելու։ Այդ խաղաղության գինը ո՞րն է լինելու։ Ալիևը վերջերս էր, չէ, հայտարարեց, որ պատերազմի արդյունքում լինում են պարտվածներ եւ հաղթածներ։ Հայաստանը պետք է ընդունի իր պարտությունը եւ ստորագրի կապիտուլյացիա։ Վերջ։ Ոչ մի խաղաղություն չի լինելու։ Իդեպ հիշում եք, չէ, որ մի անգամ Նիկոլա ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դե փաստաթուղթը ամեն մեկը իր ձևով է մեկնաբանելու։ Չէ, այդպիսի բան չի լինելու, Նիկոլ։ Չի կարող խաղաղության պայմանագիրը ստորագրող կողմերից մեկացի, որ դա խաղաղության պայմանագիր չէ, դա դիմացինի կապիտուլյացիան է եւ ստորացումն է։ Հիմա ո՞նց կարելի է Ռազմիկ ջան, մենք իրար հետ ինչ-որ պայմանագիր ստորագրենք, դուք ասեք, չէ, դա պայմանագիր չէ, դա նվիրատվություն էր համբարյանքագի կողմից ինձ, բայց իրականում դա ինձ չպարտավորեցնող պայմանագիր է, ինչ-որ բանով։ Համագործակցության մասին էլ, այսպես ասեմ, լավ։ Հիմա Ադրբեջան Նիկոլը շատ լավ գիտի ինքը ինչ է ասում։ Հիշում եք պատերազմից առաջ ասում էր, բերեք օրը, կներեք, առաջ չէ, հենց նույն օրը երեկոյան, բերեք պայմանավորվենք մի բան, ինչ է լինի, մենք մեզ պարտված չենք համարում։ Իրոք աշխարհում առաջ անգամ եմ իմանում, որ պայմանավորվեն այդպիսի անասունություններ։ Հիմա ասում է, հիմա փաստաթուղթը ամեն մեկը իր ուզածով կմեկնաբանի, չէ, իր ուզածով ոչ ոք չի կարող մեկնաբանել, եթե քո նման ոչնչությունը ստորագրում է կապիտուլյացիոն ակտ, դա կապիտուլյացիա է լինելու, եւ Ադրբեջանը դա մեկնաբանելու է այդպես։ Իսկ դու եթե ուզում ես խաղաղություն մեկնաբանես, դա արդեն քո խնդրեմն է, գործն է, չէ, խնդրեմն է, եւ այն մարդկանց, ովքեր ընտրել են երկրի ղեկավար։ Պարոն Համբարյան, շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ 168 TV-ի եթերում ռիվյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։